Հոկտեմբերի 6-ն է, Երևան, Ազատության պողոտա, հաղթանակ զբոսայգու մուտքի մոտ, այս պատին, ահագին ժամանակ է անմահացրել են 44-րդ պատերազմի նահատակված լեգենդ դարձած հերոս, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Մենք սիրում ենք միշտ հայտարարել, որ Արցախյան բոլոր պատերազմների հերոսներին բացակա չենք դնելու։ Եվ իրոք չպետք է բացակա դնել, ամեն օր, օրվա ցանկացած ժամի պետք է հիշվի այս հերոս տղաների սխրագործությունները, տղաներ, ովքեր զոհաբերեցին Աստծո կողմից ամենակարևոր պարգևը, իրենց կյանքը, կյանք կյանքի գնով։ Չգիտես ինչու հիմա այս հատվածում մի չեմ էլ զլանա ասել, մի փնթի իր ավտոմեքենան այլ տեղ չի գտել կայանի, բերեք կայանել է հերոսի նկարի մոտ, ինչը բավականին ոչ միայն անընդունելի է, այլև գրեհի։ Հույս ունեմ, որ հաղթանակ զբոսայգու տնօրինությունը, սա նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն է իմ իմանալով, վարչական շրջանի ղեկավարը Արտակ Հովհակիմյանը, ինչու՞ չէ նաև բարեկային ծառայությունը կգտնի եւ այս մեքենան, այս ուտիլը կհեռացնեն այս վայրից, որպեսզի անցորդները, մարդիկ միշտ տեսնեն հերոսի նկարը, հերոս, ով իսկականից, որ իր զինակից ընկերների հետ համարվում է Արցախյան պատերազմի պատմության մեջ լեգենդներից մեկը։ Տեղ չի գտե ավտոն կայանելու, բերես տեղա կայանել։ Ասա հանի ռադար էլ ես ուտիլը։ Այնքան տեղ կա, տարնդեղ, որտեղ ուզում ես կայանել, ստեղ պետք է կայանես։ Խոսքը սուղում եմ Զեյթունի վարչական ղեկավարին, վստահ եմ, եթե տեղեկանա ժամերի ընթացքում այս մեքենան այստեղից կհեռացվի։ Եվ կխնդրեմ հետագայում ոչ ոք այս նկարի մոտ իրենց մեքենաները օրերով չկայանեն, ասենք եթե գալիս են զբոսայգի կայանեն ու դուրս գան, բայց ոչ թե օրերով, իմ տեղեկություններով մի քանի ամիս է այս մետալալոմը այսպես կայանված է։ Հաղթանակ զբոսայգին է, մուտքն է